Մենք չենք կարող նրա ազգանունը տանք, քանի որ պարզ է ինչ կանեն հետո մեզ հետ։ Կատունեք հենց նույն մարդիկ եք Մի մարդու շնորհիվ է կատարում ամբողջ շենքի շինարարությունը։ Մի մարդու միջոցով եւ մեզ ասեցին, տեղեկություն տվեցին, որ այս գործի մեջ խառնված է միայն մի մարդ։ Ուսուցիչ եք ուսում տալու մարդը։ Ես չեմ կարող նշեմ, որտեղ այդ նույն մարդը շենքի առաջը սարքեց շենքը 2 տարվա ընթացքում, հիմի օթելը աշխատում է, հյուրանոցը, տակը բարձրաստիճան խանութներ են աշխատում, ռեստորանը աշխատում, իսկ հետևի մասը փակել է մեր շենքը, կպցրել է մեր շենքին։ Ու չեն ուզում մեր շենքը բերեն կարգավիճակի, որ գոնե ժողովուրդը կարողանան ոտ դնեն այնտեղ ապրեն այսօրվա վիճակով։ Եվ քանի 10 տարի պետք է մնա տենց այդ Որտեղ քանի ընտանիք են եւ այս նոր կիսակառույցը 23 ընտանիք տեղի ասվային շիկներն են, 23 ընտանիք ում որ քանդել են, կան նաեւ 40 65-67 ընտանիք են, որոնք կան սեփականատերեր, որոնք առել են։ Եվ ոչ մեկը մեջտեղ չի գալիս, որ այս հարցերը լուծի։ Միայն մենք այս տարածքի տերերը, որտեղ որ քանդել են մեր տարածքները, մենք ենք մտել այս ուժի մեջ, որպեսզի կարողանանք գոնե տեր կանգնենք մեր բնակարաններին։ Բայց ոչ մեկը, խնդրեմ, համեցեք գնանք Ամիրան նկարեք այդ շենքը, տեսեք ինչ վիճակի մեջ է։ Ամիրան 4, հա? Ամիր, նկարներն էլ կարելի միջև։ Լսում եմ։ Ստեղից դուրս գանք, Ոչ, հեսա վերջացնում ենք, խնդրեմ նկարները։ Հետևի կողմից դեղելը սալիկապատված չի ամբողջ շենքի տարածքը, սրա մեջի վիճակները։ Խնդրեմ, տարածքներ, որ մեր բնակարանից թափանցում է կողքի շենքը, ոչ մի պատնեշ արված չի, գոյություն չունի։ Խնդրեմ վիճակը։ Եվ այս վիճակով տալիս են մեզ, ասում են գնացեք ապրեք, ընդունեք աստիճանագոքերը, ոչ մի լիֆտ, ոչ մի բան։ Պրոբլեմն արդեն 9 տարի առաջացել է, նոր չի առաջացել։ Պրոբլեմները այսքան տարիներ, 3-4 տարի է ժողովուրդը դատարաններում շրջում են։ Ու ոչ մի արդյունք։ Սկսվել է անենց, որ առաջի կազմած պայմանագիրը արդեն սխալ էր, կառուցապատողին նաև հանդիսանում էր որպես պետության կողմից նշանակված անձ, արդեն դա սխալ էր։ Մի հոգին իրավունք չունի երկու պաշտոն ներկայացնել։ Նախկին Զախարյանը քաղաքապետ նրա կողմից կազմվեց, հետո իրանց վրայից գցեցին, այդ մարդու, չգիտեմ, գլուխը կերան ինչ արեցին, կորավ այդ մարդը, վերացրեցին, 2009 թվականին այդ մարդը մահացավ, մի խոսքով դրանից հետո մնաց այդ գործողությունը իր տղու եւ կնոջ վրա։ Տղան թողեց իր մոր վրա, հիմի մայրն է իբր տես զբաղվում, բայց երբ որ հանկարծ կարողանում ենք մի կերպ զանգվենք, ասում եմ ես կապ չունեմ շենքի հետ, կառուցման հետ կապ չունեմ։ Խնդրեմ։ Լսում եմ։ Ոնց է գա, որ դուք ձեր բնակարաններից դուրս եկաք։ Մեր բնակարանները պետության կողմից գրավվեց, քանդեցին 2004-2005 թվականներին։ Կազմեցին պայմանագիր, որի համաձայն 2007 թվականին պետք է շենքը պատրաստ լիներ, որ այս մարդիկ տեղափոխեին նոր բնակարան։ Որից հետո այս քաշքշուկներն սկսվեց, պետությունը իր վրայից գցեց այս վիճակից, թողեց ֆինանսների մինիստրության վրա, ֆինանսների մինիստրությունը ֆրացրեց, բոլոր պետության այդ կադրերին հանեց մեջտեղից։ Մենք մնացել ենք այսօրվա վիճակով միայն կառուցապատողի վրա։ Ավարտական ասում թվականին մարտի 35,000 դրամ եւ սկսակառույցի նկատմամբ ձեռք բերել սեփական։ Իհարկե նայած ում տարածքը քանի քառակուսի մետր է։ Մնացածը մնում է մեր բնակիչների վրա եւ լիֆտի տեղադրումը եւ